Բարի երեկո բարեկամներ, եթերում արձագանք լրատվական ծրագիրն է, այսօր օգոստոսի 4-ն է, երեքշաբթի սկսում ենք լուրերի թողարկումը։ Սլովակիայի վարչապետ Յանես Յանշան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ուղերձում մասնավորապես ասված է. Ձերդ գերազանցություն Սլովենիայի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից թույլ տվեք հղել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր կարևոր պարտականությունների կատարման գործում։ Խորհրդարանականները այսօր ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրեցին խորհրդարանի նախկին փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին 63 կողմ 28 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ռուբինյանի օգտին քվեարկեց միայն քաղաքացիական պայմանագիրը, ուժեղ Հայաստանը դեմ քվեարկեց, Հայաստան խմբակցությունը առհասարակ չմասնակցեց։ Ռուբինյանին կողմ քվեարկեց միայն քաղաքացիական պայմանագիրը, ուժեղ Հայաստանը քվեարկությանը մասնակցեց եւ դեմ քվեարկեց, Հայաստան խմբակցությունը առհասարակ քվեարկությանը չմասնակցեց։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, այն փաստը, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում, ես պատրաստվում եմ լինել ամբողջ ազգային ժողովի նախագահ։ Քաղաքացիական պայմանագրից Հայկ Կոնջորյանը 63 կողմ 28 դեմ ձայներով ընտրվեց 9-րդ գումարման ազգային ժողովի փոխնախագահ։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը հայտարարել էր, որ քվեարկությանը չի մասնակցելու, ուժեղ Հայաստանն էլ հայտնել էր, որ դեմ է քվեարկելու Կոնջորյանի թեկնածությանը։ Քաղաքացիական պայմանագիրը միաձայն կողմ է քվեարկել։ Կնոջ թվանոց աշխատավարձի վերաբերյալ երկօրյա բուռն քննարկումներից հետո իշխող թիմից Հայկ Կոնջորյանը տեղ զբաղեցրեց ազգային ժողովի նախագահությունում, որպես փոխնախագահ ընտրվեց 63 կողմ ու 28 դեմ ձայներով։ Ընդդիմադիրներից ուժեղ Հայաստանն է դեմ քվեարկել, իսկ Հայաստան դաշինքը չմասնակցեց այս ընտրությանը։ Շնորհակալություն վստահության համար։ Ընդդիմադիրները դեռ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանին, նրա կնոջ ու քրեական անցյալով եղբոր վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ ունեին եւ հույս, որ իշխող թիմը կվերանայի նրա թեկնածությունը։ Դեպի Եվրոպա, որ հայտարարել եք, գնում եք, այ թիմ։ Եվրոպայում նման թեկնածուներին ինչ կանեին եվրոպական երկրներում։ Առաջ կմղեին, թե թեկնածությունը հետ կկանչեին։ Ինչ կանեին։ Այսքան սկանդալների կենտրոնում հայտնված որևէ թեկնածուի։ Եթե չգիտեք հարցի պատասխանը, հետ կկանչեին։ Հայաստան դաշինքից Քրիստինե Վարդանյանի կարծիքով Կոնջորյանին իշխող թիմն առաջ է մղում, քանի որ նրա պես ընդդիմությանը թիրախավորող չկա, պերճախոս է բառարանային հազվագյուտ բառերով։ Իսկ ընդդիմադիրների հարցերն այսօր էլ հայփոստի վերաբերյալ էին։ Այստեղ փոստատարներն ընդամենը 80,000 դրամ են ստանում, իսկ Հայկ Կոնջորյանի կինն ամեն ամիս $10,000, թե ինչպես է նա ընտրվել տնօրենի պաշտոնում, մրցույթի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվում։ Բոլոր հիմքերը ունենք կարծելու, որ կա քաղաքական հովանավորչություն։ Ընդ որում բարձր աշխատավարձ ստացող տնօրենի գործունեությունն ըստ ընդդիմադիրների ներկայացրած տվյալների մեղմ ասած փայլուն չէ։ Ինչքան վնասը ավելացել է հայփոստի, այնքան աշխատավարձային ֆոնդն է ավելացել եւ ձեր կնոջ աշխատավարձը։ Որտեղ է լավ վարձատրվող, լավ մասնագետի, լավ արդյունքը։ Իսկ եթե չկա արդյունք եւ մարդը շարունակում է պաշտոնավարել, կարող ենք ենթադրել, որ այստեղ կա, օրինակ, հովանավորչություն։ Երեկ Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, իր կինը հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Մի քիչ էլ խղճահարություն եք փորձում առաջացնել, որ բա գիտեք իմ կինը ամենացածր աշխատավարձ ստացող ղեկավարն է, տենց հազիվ յոլա ենք գնում։ Ըստ Կոնջորյանի կինը դեռ 10 տարի առաջ է ստացել այնքան աշխատավարձ, որքան падգամավորներն են այսօր ստանում։ Ազատության թիմը պարզեց համենայն դեպս 8 տարի առաջ Շուշան Ալեքսանյանի եկամուտը ամենևին էլ մոտ չէր խորհրդարանականի աշխատավարձին։ Ըստ հայտարարագրի նա ամսական ընդամենը 476,000 դրամ էր ստանում։ Падգամավորներն այսօր շուրջ 800,000։ Կոնջորյանն ու թիմակիցները որպես վկայություն, որ հայփոստի տնօրենի աշխատավարձը հարկատուների գրպանից չէ, պնդում են պետական այս ընկերությունը ինքնաֆինանսավորվող է։
հայփոստը պետական բյուջեից ֆինանսավորում չի ստացել։ Կոնջորյանի տիկնոջ նշանակումից ամիսներ առաջ, սակայն կառավարությունը հայփոստի կանոնադրական կապիտալն ավելացրել է շուրջ 2 միլիարդ դրամով։ Ընդդիմադիրները կասկած չունեն Կոնջորյանի հովանու ներքո է կինը տեղավորվել պետական ընկերությունում, որտեղ ֆինանսական վնաս է արձանագրվում, բայց անհետևանք։ Կոնջորյանի հովանու ներքո է նրա եղբայրը հայտնվում տարբեր աղմկոտ պատմություններում, պարեկի ուղեկցությամբ հայհոյանքներ ու սպառնալիքներ տարածում նախկին ընկերոջ տան մոտ։ Որ ինքը չլիներ Կոնջորյան Հայկի եղբայրը, Պարեկը իր հետևից այդպես կպտտվեր ու կպաշտպաներ այն ժամանակահատվածում, երբ ինքը գնացել է ուրիշի ընտանիքին սպառնացել։ ԿՊԱ-կանները թիմակցին աջակցող ելույթներում ներկայացնում էին, թե ինչ վատ էր վիճակը հայփոստում մինչև Կոնջորյանի տիկնոջ նշանակումը։ Ոնց որ գրոզնին լիներ պատերազմից անմիջապես հետո։ Սկվազնյակից թոքաբորբով հիվանդանում էին պարբերաբար։ Բաքոյանը վստահ է, որ հիմա հայփոստում միջանցիկ քամիներից վատացողներ չկան։ Հայկ Կոնջորյանի կնոջ պաշտոնավարումը ձեզ համար դարձրել եք ուղղակի քաղաքական դրոշակ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը տարակուսում է ախր կնոջ աշխատավարձը քննարկելն աբսուրդ է, անհարմար։ Ոչ ոք չասեց, որ պարոն Կոնջորյանը այսինչ կամ այնինչ տեղում ծախողել է կամ, չգիտեմ, իր գործողություններում որևէ ձև սխալ է արել եւ չի կարող հավակնել ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին։ Ձեր պահած տեսել ենք հայփոստում ֆինանսական խնդիրների վերաբերյալ հարցադրումներին հակադարձեց իշխանական պատգամավորը։ Չեմ խոսելու հավելագրումներից, չեմ խոսելու տենդերները այս կողմ այն կողմ մեջ անելուց, չեմ խոսելու աստղաբաշխական աշխատավարձերից, որը ուղիղ ազդեցություն է ունեցել էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Ի վերջո ինչպիսին է հայփոստի ֆինանսական վիճակը, արդյոք այնքան լավ, որ տնօրենը $10,000 աշխատավարձ ստանա, գուցե այնքան վատ, որ փոստատարի 80,000 դրամն անփոփոխ է մնում։ Պետական այս ընկերությունից առավոտյան հրաժարվեցին որևէ մեկնաբանություն ներկայացնել, եւ միայն երեկոյան Կոնջորյանի կինը Շուշան Ալեքսանյանը ներկայացրեց այն, ինչ ամուսինը հնչեցրեց խորհրդարանական ամբիոնից եզրափակիչ ելույթի ժամանակ։ Հայփոստը վճարել է պետությանը 1 միլիարդ դրամի դիվիդենդ։ Սա մեկ։ Ըստ հրապարակած նորից տվյալների 2024-25 թվականներին հայփոստի ֆինանսական արդյունքը բարելավել է 900 միլիոն դրամով։ Սա երկու։ Երբ որ դուք խոսում եք հայփոստի կառավարման արդյունավետության մասին, այս երկու թիվը 1 միլիարդ դրամ դիվիդենդ եւ 900 միլիոն դրամի, գրեթե 1 միլիարդ դրամի ֆինանսական ցուցանիշների բարելավումը, դա Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատանքի արդյունավետությունն է։ Կնոջ արդյունավետ տնօրինության վերաբերյալ այս թվերը ընդդիմությանը նորից համոզիչ չթվացին։ Իրենց կառավարման ժամանակ չի գեներացրել շահույթ, վնասը աճել է 163%, իսկ իրենք ծախսել են Էդուարդո Էրնեկյանի գեներացված շահույթը, ով պետության համար աշխատել է եւ այդ շահույթն է մենակ բաշխվել, իսկ իրենք բաշխել են իրենց աշխատած 0%։ Քննարկման ավարտին քվեարկությունից րոպեներ առաջ Հայկ Կոնջորյանը հաճույքով արձանագրեց, որ ընդդիմությունն իր անձի վերաբերյալ ասելիք չի գտել, իսկ Հայաստան դաշինքում իրենից վախենում են, փախչում հենց ամբիոնին է մոտենում, այ հիմա կընտրվի ու վերևից կապահովի սուր էմոցիաներ։ Եթե ես ընտրվեմ, խոստանում եմ ձեզ համար ապահովել հաճելի ժամանց այս նիստերի տալի։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Դրան նախորդած մեկ այլ որոշմամբ նա ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդական ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Մակունցը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում փոխարինում է Արայիկ Հարությունյանին, որին վարչապետը չվերանշանակեց։ Հարությունյանը խորհրդարանական ընտրություններից հետո վերցրեց պատգամավորի մանդատը։ Այժմ բարեկամներ գովազդային կարճատև դադար։ Շարունակում ենք ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ պայքարի օրակարգով ընդդիմադիր ուժերի համախմբման քննարկումները սկսվել են, վստահեցնում այս գործընթացը նախաձեռնած Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Հայ ժողովրդի համար Աստված չանի, եթե նույնիսկ Փաշինյանը 1 տարի ձգի։ Փաշինյանի կառավարության դեմ պայքարի օրակարգով ընդդիմադիր ուժերի համախմբման քննարկումները սկսվել են, վստահեցնում է այս գործընթացը նախաձեռնած Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, իսկ որ ուժերի հետ են քննարկումները։ Չեմ կարող մանրամասնել, որ ուժերի հետ եւ համարյա ամեն շաբաթ, նու գլխավոր ուժերի հետ եղել են, գլխավոր ուժերի հետ չեմ ուզում կոնկրետացնեմ, քննարկում ենք
մեր պայքարի ճանապարհը։ Երբ կգա օրը, ես ասել եմ, մենք ասենք մեր լուրջ խոսքը։ Տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանն այսօր անուններ չնշեց, միայն հստակեցրեց, որ խորհրդանական երկրորդ ընդդիմադիր ուժի առաջնորդի Ռոբերտ Քոչարյանի հետ հունիսի 7-ի ընտրություններից հետո դեռ չի հանդիպել։ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել։ Առաջի դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Գործարարը ընդդիմադիրներին համախմբելու իր ծրագրի մասին հայտարարեց խորհրդանական ընտրություններից օրեր անց։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Անգամ առաջարկում էր մեկ սեղանի շուրջ հավաքվել ուղիղ եթերում, բայց այսօր հրաժարվեց նույնիսկ քննարկմանը մասնակցող ուժերի անունները նշել։ Եթե անկեղծ լինեմ, կան կուսակցություններ եւ կան կուսակցության ղեկավարներ, ովքեր ցանկություն չունեն։ Ես պատրաստ եմ ցանկացած օր։ Ազատության տեղեկություններով քննարկումները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերի հետ են։ Քաղաքական ակտիվ դերակատարների հետ քննարկում ենք իշխանության դեմ պայքարի համատեղ հնարավորությունը։ Ազատությանն ասաց Հայաստան դաշինքի падգամավոր Իշխան Սաղաթելյանը, հրաժարվելով նշել մյուս ուժերի անունները։ Կարապետյանի հետ արդեն հանդիպել է։ Իշխանությանը հեռացնելու հարցում մենք բոլորի հետ համագործակցել ենք, ում որ գնահատենք անկեղծ են իրենց նկրտումների մեջ, մենք համագործակցել ենք, բայց կան շատ ուժեր, որոնք իրենց ցույց են տալիս որպես ընդդիմադիր ուժեր, բայց համարվում են պրոքսի ուժեր։ Սամվել Կարապետյանը, որ քաղաքական դաշտում ակտիվացավ վերջին 1 տարվա ընթացքում, ազատությունից զրկվելուց ու մեղադրյալ դառնալուց հետո ընտրությունների փուլում խոստանում էր դառնալ հաջորդ վարչապետը։ Նրա թիմակիցները նրան հենց այդպես էլ դիմում էին մինչև քվեարկության արդյունքները։ Ընդդիմադիր լիդերի կարգավիճակի հետ անհաշտ գործարարը անցնցում իշխանափոխության կողմնակից է ու վստահեցնում է պայքարը լինելու է մեկ անգամ ու ընդմիշտ։ Պատգամավորական մանդատների ու փողոցային պայքարի համատեղ սցենարով, ինչ երաշխիք, որ այս անգամ հաջողության կհասնի։ Ասել եմ, մենք դա կանենք մեկ անգամ եւ վերջնական ու դա կանենք։ Երբ հասունանա, ինչը որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը, մենք ամեն ինչ անում ենք, բայց ես ձեզ արդեն մի անգամ բացատրել եմ։ Սա մարդ չի, սա մեխանիզմ է։ Մեր դեմ այս իշխանությանը մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակ տանենք։ Վարչապետ Փաշինյանը Կարապետյանի, Քոչարյանի ու Ծառուկյանի առաջնորդած ուժերը որակել է եռագլուխ կուսակցություն ու նախընտրական փուլում հրապարակային սպառնում էր նրանց ունեզրկել, բանտարկել, իսկ ընտրություններից հետո նրանց մեղադրում էր կաշառքով ընտրվելու համար։ Քվեարկությունից մեկ ամիս անց Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։ Նրան պատկանող մի շարք ձեռնարկությունների դռներ կապարակնքեցին։ Նրա բիզնեսներից 3-ն արդեն պետությունն է կառավարում։ Միասին կարող ենք։ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով է մեղադրյալ։ Ընտրություններից հետո մեկ վարույթ էլ ավելացավ իր նախագահության տարիների պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով։ Ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդի Forbes-ի ցանկով միլիարդատեր Կարապետյանի դեմ էլ քրեական գործ հարուցվեց 1 տարի առաջ։ Հայ առաքելական եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելու ժամեր անց ազատությունից զրկվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով, հետո էլ ավելացրին փողերի լվացման մեղադրանքը։ Վարչապետի տիկնոջ տարածած տեսանյութը կարճ ժամանակ անց դատախազությունը ուղարկեց քննչական կոմիտե, որտեղ էլ վարույթ նախաձեռնեցին եւ 1 օրում գտան Աննա Հակոբյանին նամակներ գրած օգտատիրոջը։ Նա ինչպես պարզվեց, երկրում չէ։ Որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա։ Հակոբյանը, որ վերջին ամսում սոցցանցում պարբերաբար ընտանեկան բռնությունը կանխարգելելու մասին է խոսում, իր 1.5 րոպեանոց տեսանյութում հույս էր հայտնել, թե իրավապահները կկարողանան կանխել վարչապետի տիկնոջ նկատմամբ ոտնձգությունը։ Սրան էլ հետևեց քրեական գործը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու հոդվածով։ Իրավապահները չեն բացահայտում, թե ով է Փաշինյանի կնոջը գրած քաղաքացին։ Քննչականից միայն փոխանցում են, որ մեղադրյալը մեկ այլ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով էլ է մեղադրյալ, հետախուզվում է հենց Հայաստան գա կկալանավորվի։ Հատկապես վերջին շրջանում
սոցիալական ցանցերում իրոք ամենուրեքը եւ ատելության խոսքը եւ վիրավորանքը եւ այլն եւ իրականում պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք, որպեսզի փոխենք հայ իրավիճակը։ Մյուս կողմից այդ միջոցները միշտ չէ, որ պետք է լինեն քրեական վարույթ հարուցելով։ Այսինքն քրեական գործ հարուցելը դա ծառայող միջոց է իրապես լուրջ արարքների կամ գրվածի դեպքում։ Իրավապաշտպան Աննա Մելիքյանը համեմատում է նույն իրավապահների աշխատանքն իշխանավորների դեմ բողոքների դեպքում։ Ամիսներ առաջ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայհոյել էր իրեն հայհոյած քաղաքացուն։ Վերջինս մեղադրյալ դարձավ, Սիմոնյանը ոչ։ Այստեղ մենք նկատում ենք կրկին ընտրողական կամ եկակի ստանդարտների կիրառելիություն, որովհետև չենք նկատում նման արագածականք այն դեպքերում, երբ որ հրապարակային հայհոյանքը կամ մեկնաբանությունները տրվում են ոչ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ավելին ունեցել ենք դեպքեր, երբ որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը հրապարակային տեսախցիկների առջև հայհոյանք է հնչեցնում եւ որևէ հետևանքներ չեն առաջանում։ Աննա Հակոբյանն իր տեսանյութում տեղադրել է քաղաքացու իրեն ուղղված նամակների սկրինները, որոնք որակել է իր կյանքին ուղղված սպառնալիք։ Նրա հրապարակած հատվածում անպարկեշտ արտահայտություններից բացի մեկ հարց կա՝ մեջբերեմ, ինչ ես ուզում ես երկրից։ Իրավապաշտպան Աննա Մելիքյանը նկատում է իրավապահները շատ արագ են արձագանքում վարչապետի եւ նրա տիկնոջ մտահոգություններին, որոշ դեպքերում նաեւ հրահանգներին ու վարույթներ հարուցում։ Վերջին օրինակը գործադիրի նախկին պաշտոնյա այժմ ընդդիմադիր Լիպարիտ Դրմյանի դեպքում էր։ Որևէ մեկը հետաքննել է այդ մարդու գործունեությունը։ Ես հիմա նաեւ հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը։ Փաշինյանի այս խոսքերից մի քանի ժամ չանցած դատախազությունը ուսումնասիրություն սկսեց Դրմեյանի հարցով։ Իսկ ինչպես կգործեին իրավապահները, եթե Աննա Հակոբյանի փոխարեն շարքային քաղաքացին ստանար նման բովանդակությամբ նամակ։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի օրինակները շատ են։ Ինքը տարիներ շարունակ ահազանգում է իր եւ մյուս գործընկերների հասցեին սպառնալիքների մասին, բայց ապարդյուն։ Անձամբ ինձ հետ եղել է սպանության սպառնալիք, որը հնչեցվել է եւ դարձյալ վարույթ է նախաձեռնվել եւ հետո կարճվել է ապացույցների բացակայության կամ անձին չհայտնաբերելու պատճառով, դեպ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաներն են օգտագործվում դրա համար։ Կանանց խնդիրները բարձրաձայնող իրավապաշտպանների հասցեին բռնության կոչեր հնչեցրածները չեն դատապարտվել, գործերը կարճվել են, երբեմն անգամ մեղավորները չեն հայտնաբերվել։ Մյուս կողմից վերջին տարիներին հատկապես համացանցում ատելության խոսքի լայն տարածման մասին ահազանգող Հովհաննիսյանը հենց իշխանությանն է մեղադրում սրա համար։ Նրանք այդ թվում վարչապետն է իր օրինակով ազդում հանրության վրա, լեգիտիմացնում հայհոյանքն ու վիրավորանքը։ Ռոբիտ կզացնելու եմ, շոքացնելու եմ, սատկացնելու եմ, կանտացնելու եմ, կզացնելու եմ, սատկացնելու եմ։ Հանեք ձեր մասկեկը, Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուկ, շոքացնելու եմ սաղիկ։ Հատկապես վարչապետի խոսքը, որը շատ հաճախ ատելություն եւ բռնություն է խարուզում եւ տարածում, շատ հաճախ այդ խոսքերը նաեւ տարածվում են նրանց այն անձանց կողմից, որոնք պաշտպանում են եւ տարբեր քաղաքացիներին են թիրախավորում, որոնք այլ կարծիք ունեն, միգուցե նաեւ այդ կարծիքը շատ քաղաքակիրթ կերպով են արտահայտում, բայց միևնույնն է արճակատվում են ատելության եւ բռնության խոսքի, այնպես որ այդ բառապաշարը իհարկե բարձր օղակներում եւ էլիտաներում շատ տարածված է եւ ազդում է նաեւ քաղաքացիների վրա։ Դա փակ նամակագրություն է։ Իրավապաշտպան Աննա Մելիքյանը մի դիտարկում էլ ունի։ Ըստ վարչապետի տիկնոջ տեսանյութի Հակոբյանն իր կյանքի համար վտանգ է համարել ոչ թե հրապարակային մեկնաբանությունը, այլ նամակը։ Նման դատական գործերն ուսումնասիրած իրավապաշտպանն ասում է, խուլիգանության հոդվածով քննում են հրապարակային խոսքը, ոչ թե փակ-նամակները։ Մյուս կողմից, եթե հրապարակային խոսք էլ լիներ, այդ արտահայտությունները հայհոյանքն ու հարցը իրենցից հանցակազմ չեն ներկայացնում։ Ամեն ամիս ձեր կինը պետական ընկերությունից HiPost-ից $10,000 է ստանում։ Դուք կապ չունեք, Հայկ Կոնջորյանից ընդդիմությունը սա էր հարցնում։ Բրավո, պարոն Կոնջորյան, 20 րոպե խոսեցիք ամեն ինչի մասին, բացի մամուլում քննարկվող թիվ 1 թեմայից։ Ձեզ ուղիղ տեքստով, փաստերով մեղադրում են քաղաքական կոռուպցիայի մեջ։ Ամենամիս ձեր կինը պետական ընկերությունից HiPost-ից $10,000 է ստանում։ Դուք կապ չունեք, ազգային ժողովի փոխնախագահի տեխնացուի կարգավիճակով ամբիոնին մոտեցած Հայկ Կոնջորյանից ընդդիմությունը սա էր հարցնում։ Ես իմ խոսքում չասեցի, որպեսզի ըմբոշխնեմ ձեր հարցի միջոցով այդ հարցը։ Կոնջորյանի պատասխանը անակնկալ էր։
Իմ կինը հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ։ Ազատությունն էր պատմել Կոնջորյանի կինը Շուշան Ալեքսանյանը տարեկան ավելի քան $118,000 է ստանում։ 2 տարի առաջ տնօրենի պաշտոնն ստանձնել է մրցույթով, սակայն մրցութային նիստերի արձանագրությունները Ազատությանը չեն տրամադրվել։ Դրան վերաբերող հարցերը անպատասխան են մնում։ Ընդդիմությունը կասկած ունի, որ Կոնջորյանի միջնորդությամբ է կինը բարձր պաշտոն ու աշխատավարձ ստացել։ Ինչպես է նշանակվել Կոնջորյանի կինը հայփոստի տնօրենի պաշտոնում եւ ինչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում։ Հետաքննության վերնագիրը սա էր, բայց Կոնջորյանը ուշացած առաջարկ ունի։ Հայկ Կոնջորյանի կինը հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Կամ վերնագիր օրինակ, ինչքան գումար է հարկատուների կողմից վճարված վատնել Ագնեսա Խամոյանը որպես ազգային ժողովի падգամավոր 5 տարիների ընթացքում։ Փոխնախագահի տեխնացում պնդում է պետական ընկերություն ղեկավարող իր կինը պետությունից փող չի ստանում։ Հայփոստը 100%-ով ինքնաֆինանսավորվող կառույց է։ Իմ կինը եւ հայփոստի մյուս աշխատակիցները երբևէ պետական բյուջեից աշխատավարձ չեն ստացել։ Որոք մեկ բյուջեից չստան, պետական հիմնարկը, բա ի՞նչ է։ Պետական հիմնարկը ի՞նչ է։ Գեգամ Մանուկյանը, նրա թիմակից Արթուր Խաչատրյանը ոչ մի կերպ չէին պատկերացնում ինչպես է հնարավոր, հատկապես որ ընկերությունը վնասով է աշխատում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ղեկավարած Կոնջորյանը, որ հիմա էլ խորհրդարանի փոխոսնակի տեխնացու է, իր խոսքով ակտիվ խորհրդարանական, համոզված է կնոջ աշխատավարձի վերաբերյալ հարցադրումը, եղբոր Ավետ Կոնջորյանի հետ կապված սկանդալը միջոցներ են իրեն հարվածելու, իր դեմ կոմպրոմատ չեն գտել։ Եթե դուք ուշադիր նայեք այդ պատմություններին, այդ պատմությունների մեջ վիթխարի քանակություն fake news գոյություն ունի։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը սակայն հարցից ոչ մի կերպ չէր նահանջում։ Վնասով աշխատող ընկերության տնօրենի $10,000 աշխատավարձը որտեղից։ Այս տարի սալոր կերել եք, ասում եմ սալոր չեմ կերել, բայց Մարոկոյի սուլթանը պատվարժան մարդ է։ Ես ձեզ ինչ եմ հարցնում, դուք ինչ եք պատասխանում։ Լավ, հայփոստին անդարում, ասեմ 523 միլիոնի վնաս ունի։ Դուք ասում եք պարտք չի վերցնում, շատ լավ, բա որտեղից այդ վնասը փոխհատուցան։ Որտեղից։ Ուրեմն կամ պետությունից պետքա փոխառություն ստանա, կամ գնա որպես ՓԲ բանկից ստանա։ Հարցում ուղարկել հայփոստին վերադասգերատեսչությանը Կոնջորյանն ասաց ինքը քաղաքական հարցադրմանն է արձագանքում։ Արդյոք Հայկ Կոնջորյանը միջամտել է, որպեսզի իր կինը նշանակվի հայփոստի տնօրեն։ Ես ոսկեղենիկ հայերենով մեծրոպատար բանավոր ասեցի, որ ոչ, ես չեմ միջամտել եւ ես չէի կարող միջամտել։ Ոչ մի արտարոց բան կինը հայփոստում վարչություն էր ղեկավարում, հետո էլ ընկերությունը եւ ընդհանրապես ըստ Կոնջորյանի իր տիկինը դեռ 10 տարի առաջ էր ստանում այնքան, որքան հարց տվող պատգամավորները, իսկ որքան են ստանում ընկերության 1200 փոստատարները։ Հարցը ընդդիմադիրներից Ագնեսա Խամոյանը բարձրացրեց, ինքն էլ պատասխանեց 80,000 դրամ։ Հայփոստի տնօրենը, որը վնասով է աշխատացնում, որը վարկային միջոցներ է ներգրավում, ամսական $10,000 աշխատավարձ է ստանում, շարքային աշխատակիցը 45 անգամ պակաս աշխատավարձ է ստանում։ Դուք վերջին անգամ հայփոստ երբ եք մտել, շենքային պայմանները տեսել եք, իսկ գիտեք, որ ծառայությունները կրկնակի թանկացել է, երբ որ պետության կառավարմանն է հանձնվել։ Թիմակցին սատարելու համար ամբիոն բարձրացավ փոխնախագահի մյուս տեխնացուն Վահագն Ալեքսանյանը։ Մարդը 30 օր, մի ամիս աշխատում է ու ստանում $10,000, ինչ կա։ Սա նախկինների համար թեյավճարի փող է ըստ Ալեքսանյանի։ Ընդդիմությանը հորդորեց իրենց կողքին նստած երկրորդ նախագահի որդու Քոչարյանների ունեցվածքին նայել։ Ձեր կողքին նստած մարդուց դատախազությունը պահանջում է եւ իր ընտանիքից $200 միլիոն ապօրինի գույք, $200 միլիոն, դա գիտեք ինչքան է, պարոն Մանուկյան։ Պարոն Մանուկյան, եթե դուք 2000 տարի լինեք падգամավոր, դուք $200 միլիոն աշխատավարձ չեք ստանա։ Մենք ազդակներ ենք ստանում, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր սահմանադրության ընդունման գործընթացը։ Թուրքական Haber Global հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիկմետ Հաջիևը։
Բաքվում ազդակներ են ստացել, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր սահմանադրության ընդունման գործընթացը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիկմետ Հաջիևը։ Հնարավոր համարելով Հայաստանում հանրաքվեի կազմակերպումը, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան կրկնել է Բաքվի պահանջը։ Հայաստանի սահմանադրության նախաբանում Ադրբեջանի հասցեին տեղ գտած պահանջների վերացումից հետո միայն կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Նույն պահանջը այսօր վերահաստատել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, թե ումից եւ կոնկրետ ինչ ազդակներ են ստացել Բաքվում, որ հանրաքվեն հնարավոր է եւ մոտ ապագայում էլ այդ գործընթացը կմեկնարկի, Հաջիևը չի մանրամասնել։ Անգամ հայաստանյան հանրությանը հայտնի չէ, թե ինչպես է իշխող ԿՊ-ն մայր օրենքի նոր նախագիծը դնելու հանրաքվեի, եթե դրա համար բավարար ձայներ չունի։ Այս աշտանը Հայաստանի համար ակնհայտ է, որ սպասում են ծանր զարգացումներ։ Ընդդիմության պնդմամբ Բաքվից պարտադրվող պահանջներն ու Իլհամ Ալիևին տված խոստումը կատարելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում փորձելու է ճնշում բանեցնել ընդդիմադիր երկու խմբակցությունների падգամավորների վրա նոր սահմանադրության նախագիծը խորհրդարանում ընդունելու համար։ Ես չեմ բացառում, ինքը կոչ անելու ժողովրդին հավաքելու է, փորձելու է մեր վրա ճնշում բանեցնել, որպեսզի բավարարեն Ադրբեջանի պահանջները, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել Ալիևին եւ այդ խոստումը կատարելու բավարար քվե չի ստացել, փորձելու է շանտաժի, սպառնալիքի, ձերբակալությունների, կալանավորումների, իմիջիալոցես բռնաճնշումները նաև պայմանավորված են դրանով, որպեսզի երկրում ջարդի դիմադրությունը, ոչնչացնի դիմադրության օջախները, որ կարողանա Ադրբեջանի պահանջները բավարարել։ Փաշինյանի առաջնորդած ԿՊ-ին հունիսի 7-ի ընտրություններում չհաջողվեց սահմանադրական մեծամասնություն ստանալ, մինչդեռ նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար այն նախ պետք է ընդունվի խորհրդարանում, իսկ դրա համար անհրաժեշտ է падգամավորների 2/3 ձայները։ ԿՊ-ն ունի ընդամենը 64 падգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 70 կողմ ձայն։ Կհաջողվի ԿՊ-ին ընդդիմադիր 6 падգամավորի իրենց կողմը տանել, հենց այդքան ձայն է պետք ԿՊ-ին հանրաքվեի փուլին հասնելու համար։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու Հայաստան դաշինքից Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր բացառեցին, թե իրենց թիմից որևէ մեկը Բաքվի պահանջած սահմանադրության նախագծին կողմ կքվեարկի։ Ադրբեջանի կողմից առաջարկող սահմանադրությանը չի լինի մեր կողմից որևէ դրական վերաբերմունք։ Շնորհակալ եմ։ Նախ բացառում եմ մեր մասով, որ կմիանան ԿՊ-ին այդ նախաձեռնությանը, պարզապես բացառում եմ։ Իշխող ԿՊ-ում մինչդեռ չեն բացառում, որ որոշ ընդդիմադիր падգամավորներ կողմ կարտահայտվեն նոր սահմանադրությանը։ Իսկ կարող է այդ նախագիծը ներկայացնենք եւ ուրեմն պետականամետ մտածողությամբ ընդդիմադիր падգամավորներ ելույթներ ունենան ու պաշտպանեն այդ սահմանադրությունը։ Դուք բացառում եք։ Եթե լավ բան լինի, միգուցե իրենք էլ աջակցեն։ Դատելով ԿՊ-ական падգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքերից, եթե իշխանությանը չհաջողվի մեջբերեն պետականամետ մտածողությամբ ընդդիմադիր падգամավորներ գտնել, ապա այդ ժամանակ գործի կդրվի ժողովրդի ճնշման սցենարը, այնպես ինչպես 2018-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ։ Գիտեք, 18 թվականին էլ ԿՊ-ն շատ ամենափոքր խմբակցությունն էր ազգային ժողովում, բայց ժողովրդի ցանկության բերումով եկան եւ քվեարկեցին նրա համար, որ ԿՊ-ն լինի իշխանություն եւ ունենա վարչապետ, այսինքն եթե ժողովրդի համար ընդունելի լինի մեր մայր օրենքը, ես չեմ կարծում, որ որևէ ժողովրդի ընտրյալ, падգամավոր կարող է դեմ արտահայտվել այդ կարևոր փոփոխությանը։ Ոնց է որոշվելու ժողովուրդը։ Դա լայն հանրային քննարկման է դրվելու, լայն առաջարկներ են լինելու, համալրվելու է, փոփոխվելու է, բոլորին հատ հասու է լինելու սահմանադրությունը։ Ոչի ճակատ ստեղծելը դա անհրաժեշտություն է։ Հայաստան դաշինքի падգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ է անում խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր ուժերին համախմբվել եւ ստեղծել ոչի ճակատ, տապալելու Բաքվի պահանջով սահմանադրությունը փոխելու իշխանության փորձը։ Ընդ որում Սաղաթելյանի համոզմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդդիմության դեմ կիրառել ճնշումների ողջ զինանոցը, ապա հակազդեցության ճակատի ստեղծումը պետք է իրականացնել շատ ավելի շուտ, քան իշխանության կողմից սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումը։ Բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դրվի, այդ թվում նաև արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, ովքեր դեմ են մեզ դրսից եւ ներսից պարտադրվող օրակարգին, պետք է միավորել բոլորի ջանքերը, որ կարողանանք այս
մեզ պարտադրվող ու հակապետական ու հակահայկական օրակարգը վիժեցնել։ Չնայած Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվից հնչող պահանջներին, իշխանությունը վստահեցնում է, թե սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, թե այդ հարցը ներառված է եղել ՔՊ նախընտրական ծրագրում եւ ժողովուրդն էլ ընտրություններում քվեարկել է դրա օգտին։ Այժմ բարեկամներ գովազդային կարճատև դադար։ Շարունակում ենք ծրագիրը։ Հայ-թուրքական կարգավորման ավելի քան 40-ամյա բանակցություններից հետո առայժմ ոչ միայն երկու երկրների սահմանը դեռ չի բացվել, այլև մի իսկական փորձություն է ամենակարճ ճանապարհով Թուրքիա հասնելը։ Վրացական Ախալքալակից թուրքական Ակթաշ սահմանին անցակետ մայրուղու ասֆալտը գրեթե ամբողջովին քայքայված է։ Մի քանի տասնյակ կիլոմետր անցնելու համար ժամեր են անհրաժեշտ։ Մի քանի տասնյակ կիլոմետր անցնելու համար ժամեր են անհրաժեշտ։ Եվ ահա այս պայմաններում, երբ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը փակ է, իսկ ցամաքային ամենակարճ ճանապարհը քայքայված է, Անկարան այս մայիսից վերացրեց Հայաստանի հետ երկկողմ առևտրի սահմանափակումները։ Եթե մինչ այս երկու երկրների միջև առևտուրն իրականացվում էր հիմնականում միջնորդների միջոցով, այժմ հնարավոր է նույնն անել ուղիղ մաքսային ձևակերպումներով։ Այնտեղ դա ձևակերպվում էր, ենթադրենք ցամաքային ճանապարհով գալիս է, հա, ձևակերպվում էր Արտահանում Վրաստանում այդ ապրանքը մաքսազերծվում էր եւ հետո ձևակերպվում էր որպես Վրաստանից արդեն Արտահանում Հայաստան, դա եւ ֆինանսական առումով չէ, հավելյալ ծախսագործարի համար, բիզնեսի համար եւ դա հետո արտահայտվում է ապրանքի գնի է այստեղ արդեն Հայաստանում թանկացման արժեքի վրա եւ հիմա արդեն փաստորեն այդ մեխանիզմը չպիտի գործի, ցանկացած մարդ, որը նախկինում ենթադրենք ինչ որ մի բան ներմուծում էր Թուրքիայից, հիմա կարող է ներմուծել ուղիղ Հայաստան ֆիզիկապես մաքսային առումով ուղիղ։ Ինչ տվեց այս որոշումը երկու կողմերին ու արդյոք ակտիվացրել է առևտուրը։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով հենց մայիսին Հայաստանը Թուրքիայից ավելի շատ ընդհանուր գնով ապրանք է ներկրել, քան նախորդ տարիների նույն ժամանակահատվածում։ Ընդհանուր առմամբ ըստ հայկական կողմի այս տարի Հայաստանն արդեն շուրջ 200 միլիոն դոլարի ապրանք է ներկրել հարևան երկրից։ Նաև հակառակ դեպի Թուրքիա արտահանման ուղղությամբ ակտիվություն կա։ Եթե Հայաստանի պաշտոնական վիճակագրությունում կես միլիոն դոլարից էլ քիչ արտահանման մասին տվյալ կա, թուրքական կողմի վիճակագրությամբ Հայաստանից ներկրումների ծավալներն այս տարի հասել են գրեթե 4 միլիոն դոլարի։ Սա թեև Հայաստանի ընդհանուր արտահանումների համեմատ շատ փոքր ծավալ է, սակայն զրո էլ չէ, ինչպես Ադրբեջանի դեպքում։ Հստակ վիճակագրությունը հասանելի կլինի ավելի ուշ, մինչ այդ մասնագետները քննարկում են երկկողմ առևտրի հնարավոր նոր ուղղություններն ու հեռանկարները, ինչ կշահեն կողմերը սահմանի բացման դեպքում։ Թուրքական ապրանքները հիմա էլ հայկական շուկայում են, Վրաստանի տարածքով Հայաստան են հասցնում ավելացված արժեքով, նույն ճանապարհով նաև հայկական ապրանքները կարող են Թուրքիա հասնել, բայց կարևոր է գործընկերությունն ու համագործակցությունն, ինչը մինչև այսօր մեր ընկերությունների միջև չի եղել։ Կարծում եմ, սահմանի բացումը նոր դիմագիծ կհաղորդի մեր հարաբերություններին, ինչը կբարձրացնի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ մրցակցայնության մակարդակը, նաև շատ օգտակար կլինի Թուրքիայի տնտեսության համար։ Թուրք տնտեսագետ Թեփավ հետազոտական կենտրոնի ղեկավար Գյուվեն Սաքը, որը 2010-ին Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Երևանում հայ-թուրքական հարաբերությունների թեմայով համաժողով էր վարում, առանձնացնում է մի շարք ուղղություններ, որոնք կարող են հեռանկարային լինել երկկողմ համագործակցության համար՝ տուրիզմ, լոգիստիկա եւ տեղեկատվական Մեկը տուրիստական գործակալությունների միջև համագործակցությունն է, ինչն արևելյան Անատոլիան ավելի զբոսաշրջային կդարձնի։ TRIP նախագիծը պետք է կապի Ասիան Եվրոպայի հետ, ուստի լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության անհրաժեշտություն կա։ Մենք նաև ՏՏ ոլորտին ենք հետևում, Հայաստանն այդ բնագավառում պոտենցիալ ունի, ցանկանում ենք, որ հայկական եւ թուրքական ընկերությունները համագործակցեն։ Յուվենցակը մանրամասնում է Թուրքիայի գավառներ տարեկան առավելագույնը մի քանի 100 ամերիկացի զբոսաշրջիկ է այցելում, իսկ Հայաստանում նրանց թիվը տասնյակ հազարների է հասնում։ Հայկական տուրօպերատորները նրանց կարող են նաև Թուրքիա տանել։ Հայերը հիմա գալիս են, բայց կարևոր խնդիրն ուղիղ կապ ունենալն է։ Թեև Հայաստանն ըստ էության թուրքական ապրանքներ ներկրելու որևէ սահմանափակում չունի, այս եւ նախորդ իշխանությունների օրոք տարեկան 100 միլիոնավոր դոլարների թուրքական ապրանք է Հայաստան հասել, հայ-թուրքական սահմանի բացման շուրջ քննարկումներին զուգահեռ հայկական կողմում մեծանում է ահազանգերի ալիքը, թե դրանից հետո թուրքական կապիտալը կխժվի հայկական տնտեսություն։
տնտեսությունը։ Թուրքիայի սուր տնտեսական խնդիրներին այդ քննարկումներում սակայն հիմնականում չեն անդրադառնում։ Վերջին տարիներին լիրան այնքան է արժեզրկվել, որ տարբեր ապրանքների ու ծառայությունների գներն անհամեմատ ավելի բարձր են։ Թուրքական կապիտալի հոսք կլինի, որը մեծ ազդեցություն կթողնի հայկական տեղական արտադրության վրա։ Անկարայում թուրք վերլուծաբաններից տարբեր կարծիքներ լսեցինք։ Կա տեսակետ, որ թուրքական ընկերությունները մեծ տեմպով Հայաստան կմտնեն եւ այստեղ նաեւ ստարտափեր կհիմնեն։ Ինքը տնտեսագետ Գյուվեն Սաքը հիշեցնում է 90-ականներին, երբ Թուրքիան ու Եվրամիությունը վերացրին փոխադարձ առևտրի մաքսատուրքերը, նույն մտահոգությունները նաեւ այնտեղ կային։ Այդ համաձայնագիրը շատ օգտակար է Թուրքիայի տնտեսության մրցակցայնության համար եւ կարծում եմ նույնը կլինի նաեւ Հայաստանում, որովհետեւ կան ոլորտներ, որոնցում հայկական ընկերությունները եւ աշխատուժը ավելի մեծ պոտենցիալ ունեն։ Կան նաեւ բնագավառներ, որոնք թուրքական ընկերությունների համար կարող են արդյունավետ լինել։ Կարևոր հարցն այն է, որ համագործակցություն լինի, դա երկու երկրների համար օգտակար կլինի։ Հունիսին Կարսեին այցելել ու տնտեսական ֆորումի մասնակցել ավելի քան 5 տասնյակ հայ գործարարներ։ Սեպտեմբերին այդպիսի մի քննարկում Երևանում են նախատեսում անցկացնել։ Այդ քննարկումների հյուրընկալած Կարսի արդյունաբերական պալատի նախագահն անցած շաբաթ ասել էր. Կարսի ընկերություններից մեկն օրինակ առաջարկել է Երևանում շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներ իրականացնել։ Ուկրաինան շարունակում է շարքից անել ռուսական Վալբրիսի լոգիստիկ ենթակառուցվածքները։ Երեք գիշերը եւ այսօր լուսաբացին թիրախում էին Մոսկվայի եւ Լենինգրադի պահեստները։ Վերջին տվյալներով վնասվել է Վալբրիսի առնվազն 3 լոգիստիկ կենտրոն։ Ամենածանր հետևանքները արձանագրվել են Չեխովում, որտեղ հրդեհի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 10 մարդ։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում վնասվել է Վալբրիսի շուրջ 18 պահեստ եւ լոգիստիկ կենտրոն։ Վալբերիսի առցանց հարթակում շուրջ 10,000 հայաստանցի վաճառող է գործունեություն ծավալում։ Պաշտոնական տվյալներ դեռ չկան, թե վերջին հարձակումների հետևանքով նրանք որքան վնաս են կրել եւ ինչ չափերի այն կհասնի։ Հայաստանցի վաճառող Դոնարա Գրիգորյանը 3 կադրերով էր հետևում, թե ինչպես է այրվում այն պահեստը, որտեղ գտնվում էր իր ապրանքների վերջին խմբականակը։ Վլադիմիրում գտնվում էր իմ վերջին խմբականակը ապրանքների։ Չկա։ Ուղղակի չկա։ Ուկրաինական հարձակումներից հետո Վալբերիսը ֆինանսական աջակցություն է տրամադրել մի քանի խմբերի, նախ զոհված աշխատակիցների ընտանիքներին 2 միլիոն ռուբլու, իսկ ծանր վիրավորված աշխատակիցներին 1 միլիոն ռուբլու չափով։ Ընկերությունը նաև հայտարարել է, որ 2 փուլով աջակցել է ավելի քան 97,000 փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում այն վաճառողներին, որոնք առաջին փոխհատուցումից էին օգտվել։ Հայաստանցի վաճառող Անի Պետրոսյանը, որ վնասված գրեթե բոլոր ռուսական պահեստներում ապրանքներ ուներ ու բոլորից էլ զրկվել է, դժգոհ է փոխհատուցման ծավալից։ Եթե վերցնենք վաճառքային թիվը, ընդհանուր առմամբ մոտ 2 միլիոն դրամի կորուստ է եղել, իսկ եթե վերցնենք ինքնարժեքով, իրենց փոխհատուցած գումարը նույնիսկ իմ փաթեթավորման եւ պահեստներ հասցնելու տեղակայելու գումարը չի դուրս գալիս։ Այսինքն ես այստեղ եւ ապրանքային ինքնարժեքն եմ կորցնում եւ նույնիսկ փաթեթավորման ծախսերը չեմ կարողանում լիարժեք հանել։ Դոնարա Գրիգորյանն ավելի քան 4 միլիոն դրամի վնաս է կրել։ Փոխհատուցումների առաջին փուլում 200,000 դրամ է ստացել, սակայն այն համարում է չնչին, համեմատած իր կրած վնասի հետ։ Երկրորդ փուլի աջակցությունից դեռ չի օգտվել։ Վալբերիսն առայժմ աջակցում է փոքր եւ միջին վաճառողներին։ Խոշոր վաճառողների կրած վնասների փոխհատուցման վերաբերյալ ընկերությունը դեռ մանրամասներ չի հրապարակել։ Այս ընթացքում Վալբերիսն աջակցում է, որ վաճառողները կարողանային զեղչել իրենց ապրանքները։ Դոնարան, որը մի խումբ վաճառողների նույնպես աջակցում է եւ ուսուցանում, ասում է շատերը հասցրել են դրական արդյունքներ գրանցել։ 2-3 օր առաջ մեր SPP-ները скидка постоянного покупателя, այսինքն Վալբերիսի կողմից տրամադրվող զեղչերը բավականին բարձր էին, որի արդյունքում պատվերները ահավոր շատացել են։ 3 ու 3 առաջ օրը SPP-ները բավականին իջացրել են հիմա էլ, բայց միևնույն է դրա ֆոնին ես այստեղ կարող եմ ձեզ ուղարկել այդ տվյալները, թե ինչ վաճառքներ են անում մեր հայ սելլերները։ Որոշ վաճառողներ էլ դժգոհում են, որ տրամադրված փոխհատուցումները չեն կարողանում
կանխիկացնել։ Մյուսները նշում են, որ կանխիկացման համար սահմանված են ժամկետներ, սակայն քանի որ տուժածները ցանկանում են հնարավորինս արագ ստանալ այդ գումարը, ժամկետները նրանց երկար են թվում։ Իսկ Վալդբերիսի տրամադրած զեղչերը կարճ կյանք ունեցան, դժգոհում է Անի Պետրոսյանը։ Պրակտիկայում օգտվել ենք ընդամենը մի քանի օր, ըստ իրենց հայտարարության, որ ինքներս մեր պահեստից, մեր տարածքից են կարողանում վաճառքները իրականացնել, ոչ թե իրենց Վալդբերիսի պահեստներից։ Մենք պետք է ունենայինք մինչև 52% զեղչեր, բացի մեր անձնական զեղչային համակարգ կիրառելը։ Բայց պրակտիկայում մենք այդպիսի զեղչային թիվ չենք ստացել եւ ես անձամբ որևիցե մի վաճառողի էջում նման ցուցանիշ չեմ տեսել։ Այն ապրանքային տեսակները, որոնք որ մշտապես ունեցել եմ գոնե 16-17% զեղչ իրենց կողմից, այս պահի դրությամբ ընդամենը 3.6%-ով են զեղչվում։ Հայաստանցի վաճառողները նեղսրտում են, եղած խնդիրներից բացի չի լուծվում հիմնական խոչընդոտը լոգիստիկան, ասում են հիմա դա ավելի սուր են զգում։ Պատմում են, նույնիսկ եթե վաճառողները կարողանում են պատվերները պատրաստել ու Ռուսաստան ուղարկել, ապրանքները Լարսի անցակետի խցանումների պատճառով ուշ են տեղ հասնում։ Մեր զակազները վազվռատ են լինում, որովհետև ռուս գնորդներ իրանք չեն սիրում սպասել, հա։ Իսկ մեր ապրանքը Հայաստանից դեպի Ռուսաստան գնորդին, եթե չսխալվեմ, մոտավորապես 2 շաբաթում նոր հասնում է։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հարձակումները որակել է որպես պատասխան ռուսական հարվածներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Նա պնդել է, որ թիրախավորված պահեստներն օգտագործվել են անօթաչուների եւ այլ զինտեխնիկայի բաղադրիչների մատակարարման համար։ Վալդբերիսից պաշտոնապես են հերքել այս պնդումը։ Մինչ Ռուսաստանում Վալդբերիսի պահեստները շարունակում են հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում, ընկերությունն ընդլայնում է իր լոգիստիկ ցանցը Ղազախստանում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ այնտեղ կառուցվում են շուրջ 260,000 քառակուսի մետր նոր պահեստներ Ալմաթիում եւ Աստանայում։ Առաջին համալիրների շահագործումը նախատեսվում է 2027 թվականին։ Հայաստանցի վաճառողներից Դոնարա Գրիգորյանն էլ ասում է, այսօր նկատել են, որ Վալդբերիսը իր ցանցում արկա ապրանքները սկսել է տեղափոխել այլ հարթակներ։ Այս նորությունը հենց նոր է պատտվում ռուսական սելերների մոտ, ու մենք միանգամից պոիսկ ենք տվել Eberon բրենդը ու AliExpress-ում բերելը, որը որ հենց ռուսական պրայզվոսֆայի ապրանքներ են, բայց AliExpress-ում, այսինքն Վալդբերիսի ինչ-որ մի ձև ապրանքները տեղափոխվում է դեպի AliExpress, բայց մեզ վաճառողներից բնականաբար չի հարցրել, մեր համաձայնությունը չի ստացել, բայց շատ սելերներ արդեն իրենց ապրանքները AliExpress-ում գտել են։ Հայաստանցի վաճառողներն ասում են, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներն արդեն զգում են նաև իրենք Հայաստանում, չլինելով այդ հակամարտության կողմ ու գտնվելով պատերազմական գոտուց հեռու։ Նրանց կարծիքով Ուկրաինան այս կերպ փորձում է թույլատրել Ռուսաստանի տնտեսությունը, որ ամեն երկրորդ ռուսաստանցին ավելի լավ հասկանա, թե ինչ է պատերազմը։ Իտալիան Եվրամիությունը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում ներգաղթյալների վերադարձին նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր ալբանական մոդելի օրինակով, հայտնում է Euronews-ը։ Մասնավորապես Հռոմն առաջարկում է ստեղծել Եվրամիության տարածք անօրինական ժամանող օտարերկրացիների արտաքսման կենտրոններ անվտանգ երրորդ երկրներում նրանց ապաստարանի տրամադրման դիմումների եւ ներգաղթի փաստաթղթերի քննության ընթացքում։ Երևանի փողոցները կողողեն Եվրամիությունից արտաքսված միգրանտները, հարցնոթում է իտալական լրատվամիջոցի հրապարակումից հետո։ Ըստ Corriere della Sierra հեղինակավոր պարբերականի, Իտալիայում քննարկում են Հայաստանում եւ մի քանի այլ երրորդ երկրներում միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցով դիմել Եվրամիության խորհուրդ։ Արտակարգ եւ լիազոր դեսպան Զյունիկ Աղաջանյանի խոսքով անօրինական միգրացիան Եվրոպայի ամենամեծ գլխացավանքն է այսօր։ Մշտապես այն սուր հարցերից մեկն է, որը իրենց օրակարգում է եւ գնալով ավելի է սրվում ոչ միայն սոցիալական շերտավորումների պատճառով, այլև ծագող կրոնական խնդիրների պատճառով։ Միգրացիոն ճգնաժամը թեթևացնելու համար Իտալիան 2024-ին այդպիսի կենտրոն է ստեղծել Ալբանիայում։ Հենց այդ ալբանական մոդելի հնարավոր կիրառման մասին է գրում իտալական պարբերականը։ Եվրոպական միությունը բնականաբար փորձում է իր միգրանտների բեռը որոշակիորեն թեթևացնել եւ այդ բեռը բարթել այլ երկրների ուսին, որոնք ինչ քաղաքական նկատառումներից ելնելով չեն ուզում մերժած լինել։ Ըստ իտալական աղբյուրի, այդ երկրի ներքին գործերի նախարարությունը հիմնականում աֆրիկյան պետություններ է դիտարկում որպես միգրանտների պահման կենտրոնների հնարավոր հասցեներ, բայց ցանկում կան նաև Չեռնոգորիայի, Ուզբեկստանի ու Հայաստանի անունները։ Դեսպան Աղաջանյանը անընդունելի է անվանում մեր երկրի այսպես կոչված թեկնածությունը։
այլ ազգային ծագմամբ եւ հատկապես կրոնական պատկանելությամբ մարդկանց արտաքսման պարագայում բնականաբար Հայաստանը չի կարող դիտարկվել հաշվի առնելով մեր փոքր երկիր լինելու հանգամանքը եւ ժողովրդագրական պատկերը եւ խիստ խոցելի խնդիրները, որոնք մենք ունենք։ Հայաստանի արտգործնախարարությունը նախորդին վստահեցրել էր, որ մեր երկրի մասով նման տեղեկություն հայտնի չէ։ Այսօր գերատեսչության խոսնակը Հայլուրին ասել է, թե Հայաստանին նման առաջարկ չի արվել ու չի քննարկվել։ Իշխանությունները մենք տեղյակ չենք ձևակերպումով են ասում, դա ենթադրել է տալիս, որ նման հարցերի քննարկմանը իրենք մասնակցում են։ Փաշինյանի իշխանության գործելավոճն է Աղաջանյանին ստիպում կասկածել, որ պաշտոնական հերքումը արժանահավատ չէ եւ կուլիսներում եվրոպացիների հետ ինչ-որ պայմանավորվածություններ կարող են լինել։ Տարիներ շարունակ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ որ մեր պաշտոնական ատյաններից գալիս է պատասխանը, որ իրենք տեղյակ չեն, իրենք այդ պահի դրությամբ օրակարգում չէ եւ մեկ էլ հանկարծ հասարակությունը փաստի առաջ է կանգնում գաղտնի եւ թաքուն իրականացվող գործողությունների շարքում, որոնք ուղղակի աննախադեպ ծավալի են հասել այս իշխանությունների օրոք։ Աղաջանյանը հիշեցնում է 2000-ականների սկզբին Իրաքում բռնկված պատերազմից հետո Միացյալ Նահանգներն ներդիմել Հայաստանի իշխանությանը Իրաքից փախստականների ընդունելու առաջարկով։ Երևանը կտրուկ մերժել էր Վաշինգտոնին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլբենդի հետ քննարկել է մերձավոր արևելքում տիրող իրավիճակը եւ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ վերջին զարգացումները։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են մերձավոր արևելքում առաջին հերթին Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շուրջ զարգացումները եւ տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը, հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը։ Հական Ֆիդանը նաև շնորհավորել է Էդ Միլբանդին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մենք պատրաստ ենք հարվածել Ուկրաինային 3 տեղանքում։ Դրա մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ Նա հավելել է, որ Ուկրաինայի ներողություն խնդրելուց հետո Իրանը չեղարկեց հարձակումը։ Մենք պատերազմ չենք հրահրում, սակայն իրանական զինված ուժերը լիովին պատրաստ են եւ կպաշտպանեն Իրանը մինչեւ արյան վերջին կաթիլը, նշել է Ռեզային։ Նա հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում իրանականից բացի որևէ այլ երթուղու բացում թույլ չի տա։ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռևս վերջնական համաձայնության չենք եկել, այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մենք հույս ունենք, որ համաձայնագիրը շատ շուտով կյանքի կկոչվի։ Նեղուցներով նավեր են շարժվում, այս պահին նեղուցներով նավթ է տեղափոխվում։ Նեղուցները բաց են, նշել է Ռուբիոն։ Աշխարհում կատարվող առավել մանրամասների մասին գովազդային կարճատև դադարից հետո։ Շարունակում ենք լուրերը բարեկամներ, եթերում արձագանք լրատվական ծրագիրն այսօր օգոստոսի 4-ն է երեքշաբթի։ ՀԱՊԿ կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Ռուսաստանի Դաշնություն եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, կան զոհեր։ Հայկական արտադրանքի վաճառքը նոր սահմանափակում Ռուսաստանի Դաշնությունում։ Այս եւ այլ տեղեկություններ ձեզ ներկայացվող Տեսա Շարով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով Բաքվում գտնվող Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար ԵՀԿ գործող նախագահ Ինյացո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում եւ դրա տարերից մեկը TRIP-ի նախագիծն է, նշել է Բայրամովը։ Նա կարևորել է ուղիղ երկխոսության միջոցով Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հետագա առաջխաղացումը։ Ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է, հավելել է նախարարը։ Կասիսն էլ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։ Նա կարծիք է հայտնել, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է։ Շվեյցարիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, կարգավորումը կարևոր քայլ կլինի երկու երկրների ժողովուրդների հաշտեցման եւ տարածաշրջանում կայունության ամրապնդման ուղղությամբ, շեշտել է Կասիսը, հավելել. Շվեյցարիան պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում կողմերի ցանկությամբ նպաստել Հարավային Կովկասում երկխոսությանը եւ վստահ
խորհրդահության ամրապնդման ջանքերին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն մինչև ասուլիսը ԵԱՀԿ նախագահը եւ Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում խաղաղության գործընթացը, անվտանգության վերաբերյալ հարցեր։ Մտքեր են փոխանակվել տնտեսական գործակցության ընդլայնման շուրջ։ Ընդգծվել է էներգետիկ ոլորտի դերը որպես տնտեսական հարաբերությունների առանցքային հենասյուներից մեկը։ Հապկում Հայաստանին ձայնի իրավունքի ձրկելու մասին որոշում կայացնելու համար կոնսենսուս կպահանջվի, հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է, որ հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ քաղաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում։ Նրա խոսքով ՀԱՊԿ բյուջեի պարտքը չվճարելու դեպքում կիրառվում է կառույցի կանոնադրության 25-րդ հոդվածը, որը ենթադրում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կառույցում ձայնի իրավունքի կասեցում։ Դե ֆակտո նման իրավիճակի արդեն ավելի քան 2 տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քարտուղարությունում քվոտային պաշտոններում, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ Միացյալ շտաբից, հավելել է Պաշտոնյան։ Որքան ուժեղ ու անկախ լինեն նախկին խորհրդային միության երկրները, այնքան Ռուսաստանի համար դժվար կլինի վերադառնալ նրան, ինչն արդեն քանդվել է, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Այս գլուխկոտրուկում առանցքային դեր է խաղում Ուկրաինան, ռուսները ցանկանում են կոտրել մեզ։ Եթե դա հաջողվեր, ապա հաջորդը կլինեին հետխորհրդային տարածքի մյուս երկրները, հավելել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա համոզմամբ Ուկրաինան պետք է ամուր հարաբերություններ կառուցի անկախ Ադրբեջանի հետ։ Մենք աջակցում ենք ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ճիշտ այնպես, ինչպես այս տարի երկարատև դադարից հետո վերականգնեցինք կապերը Հայաստանի հետ, ասել է Զելենսկին, կարևորելով նման հարաբերությունների պահպանումը։ Ռուսաստանում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի եւ գազավորված ըմպելիքների վաճառքը։ Սահմանափակումները կիրառել է հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը Ռոսպոտրեբնadzorի հանձնարարականով։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է արտադրանքին ներկայացվող պահանջների խախտման պատճառով։ Ներկայումս Ռոսպոտրեբնadzorի նշած խմբականակների իրացումն արգելված է մանրածախ եւ առցանց վաճառքի համար մինչեւ անհրաժեշտ ստուգումների ավարտը մանրամասնել են կենտրոնից։ Ռուսաստանը մայիսի վերջից պարբերաբար սահմանափակումներ է կիրառում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների նկատմամբ՝ ծաղիկներ, հանքային ջուր, ալկոհոլային արտադրանք, բանջարեղեն, մրգեր, ձկնամթերք, կատնամթերք եւ այլ ապրանքատեսակներ։ Ռուսական կողմն այդ որոշումը բացատրում է բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Այսքանը, սիրելի բարեկամներ, ավարտվեց այսօրվա լուրերի թողարկումը, կհանդիպենք վաղը երեկոյան լուրերի սովորական ժամին։ Բարի գիշեր։